Աստծո որդիների ամենամեծ առաքինությունն է, ես կարծում եմ, ողորմությունը։ Աստծո զավակների, Աստծո որդիների ամենամեծ առաքինությունն է ողորմությունը։ Եվ տեսնում ենք մի համար Աստվածաշնչում, որը վրայով բազմաթիվ անգամներ եղբայրները խոսել են։ Եվ ուզում եմ ես մի դարբեր հայացքով, մի քիչ ավելի դարբեր հայացքով մի քիչ ձեր հետ կիսվել դարձյալ անգամը եւս Հակոբոսի 2-րդ գլուխ 10-րդ համարը, ցեզի շատ ծանոթ համար, որ գսե Դարաստանը անողորմը պիտի ըլլա անոր որ ողորմություն չներ։ Դադաստանի օրը, Դադաստանը, հիշում եք Հիսուս ինչ ասեց Հովհաննես 13-րդ գլխի մեջ, ասեց ես ձեզ չեմ դատելու, բայց այն խոսքը որ ձեզ խոսեցա, ձեզ գտադե Դադաստանի օրը սիրելիներ։ Հետևաբար գսե որ Դադաստանը անողորմը պիտի ըլլա անոր որ ողորմություն չներ։ Եվ ողորմությունը կամ բայց ողորմությունը կբարձենա Դադաստանի դիմաց։ Ողորմությունը կբարձենա Դադաստանի դիմաց։ Շատ գեղեցիկ է։ Այդ կբարձենա բառը ճիշտ է եւ տարբեր խորություններ առնի։ Գիտեք որ նոր գտագարանը սիրելիներ ինքը հունարեն բնակերից է թարգմանված բոլոր տարբեր լեզուներին սիրելիներ։ Եվ այդ կբարձենա բառը Կաթակավ հաումեի հունարենով երկար բառ է, որ կնշանակե եւ հաղթանակել եւ կնշանակե բարձենալ, նույնպես կնշանակե հրճվել եւ ցնցալ։ Հետևաբար այս բառի 3 իմաստներով մի հատ նորից ընթերցենք միասին, տեսնենք ոնց է ստացվում։ Եվ ողորմությունը կբարձենա Դադաստանին դիմաց, երկրորդ ողորմությունը հաղթական դուրս կգա Դադաստանին դիմաց, ողորմությունը հաղթական դուրս կգա Դադաստանի դիմաց, եւ ողորմությունը գծնձա Դադաստանին դիմաց, չէ՞, ինչքան գեղեցիկ է, եթե հասկանում եք։ Այսինքն, եթե մենք ողորմած ենք լինում ուրիշներու հանդեպ սիրելիներ, ապա արտացոլում ենք Աստծո բնույթը, Աստծո բնավորությունը։ Եվ Աստծո ողորմությունը գծնձա քեզ վրա Դադաստանի օրը։ Աստծո ողորմությունը գծնձա քեզ վրա, քո վրա Դադաստանի օրը սիրելիներ։ Սա ինչ է ցույց տալիս։ Հակոբոսի խոսքը ինչ է ցույց տալիս։ Հակոբոսի խոսքը ցույց է տալիս, որ Աստված միշտ նախընտրում է ողորմությունը եւ ողորմած սիրտը բերում է երջանկություն, ուրախություն եւ հաղթանակ։ Ողորմած սիրտը բերում է հաղթանակ, երջանկություն, ուրախություն, նույնիսկ արժանի Դադաստանի պայմաններում։ Հասկացաք սիրելիներ, նույնիսկ արժանի Դադաստանի պայմաններում քո ողորմած լինելդ հաղթանակ եւ ցնծություն դրսևորե Դադաստանի օրը, որովհետեւ Աստված միշտ ու միշտ նախընտրում է ողորմությունը սիրելիներ։ Սրանք փագակիցերը կարող են բացել, բայց որ ժամանակը քիչ է, դրա համար կրկնում եմ 2 անգամ միգուցե խոսքերը, որովհետեւ լավ տպավորվենք սիրելիներ։ Հետևաբար Հակոբոս 2-րդ գլուխ 10-րդ գլուխը մեզ ինչ է սովորեցնում, դա սովորեցնում է, որ Աստված մեզ դատում է այն չափանիշներով, որոնք մենք ենք կիրառում ուրիշներու հանդեպ։ Հիշում եք, չէ՞ Հիսուսի խոսքերը, որ գասեր, ասում է, ինչ չափով որ չափեք, ցեզ պիտի չափվի։ Այդ խոսքերու հետև որ ասում էր մի թադեք, հիշում եք սիրելիներ։ Հետևաբար Աստված մեզ թադում է այն չափանիշներով, որ մենք կիրառում ենք ուրիշներու հանդեպ։ Եվ եթե մենք ապրենք ողորմությամբ, դրսևորելով կարեկցանք, ներում եւ սեր, կարեկցանք, ներում եւ սեր, սրանք սիրելիներ ողորմության դրսևորումներն են։
Եվ հիմա ցեզի օրինակներ պիտի դեմ դրանց վրայով։ Աբա Աստված մեզ վրա նույնպես կցուցաբերի ողորմություն։ Բայց եթե լինենք խիստ եւ դադող, հա? Եղել ենք այդպես, լինում ենք այդպես, ինչքան ենք լինում խիստ եւ դադող, ինչքան ենք լինում, մտածենք։ Ես ու դու միասին մտածենք սիրելի։ Եթե լինենք խիստ եւ դադող, ապա կարող ենք նույնպես սпасել նույն վերապերմունքը Դատաստանի օրը Աստծո սիրելիներ։ Շատ կարևոր է։ Շատ կարևոր է։ Սիրելիներ, Աստված ողորմած է, դա իր բնույթն է։ Եվ Հիսուս, եթե հիշում եք, երբ որ բերեց այգի բանվորները օրինակը, Մատթեոս 20-րդ գլուխ, առաջի համարեն 15-րդ համարը։ Բոլորը գիտեք այգի բանվորները, որ գործատերը առավոտյան շուտ արթնանում է եւ գնում է գանչում է բանվորներ, որովհետեւ աշխատեն։ Առավոտյան շուտ կնշանակի առավոտյան 6-ին, 7-ին, հետո կսե 3-րդ ժամին, այսինքն առավոտյան 9-ին նորից գնում է, անոնք որ սպասում էին, գանչում է։ Հետո 12-ին եւ ժամը 3-ին կեսօրը յետքը նորից գնում է, ասում է ինչ է գանում, ասում է մեկի մեզի կորցի չի բռնեց։ Եկեք նորից գնացեք աշխատեք, ցեզի կուտամ ինչ որ արժանի է։ Եվ վերջավորության գսե առավոտյան ժամը 11-ին, այսինքն ժամը 5-ը ուրիշներ է տեսնում, ասում է որ ինչ է գանում այստեղ, ասում է որ ոչ մեկը մեզի վարձկով չի բռնեց։ Բոլոր օրը սպասել ենք, բայց մեզի վարձկով չի բռնել։ Այնպես չէ որ իրենք քնել էին, ձույլ էին, բայց մեկը իրենց վարձկով չէր բռնել։ Ասեց դու գնացեք աշխատեք ցեզի կուտամ ինչ որ արժանի է։ Եվ տեսնում ենք որ երբ որ իրենց կվարձադրեր, սկսեց վերջիններից մեկ ժամ աշխատողներից իրենց տվավ 1 տարեկան, հետո մյուսերը հերթով որ գալիս էին, մտածում էին որ եթե մի ժամ աշխատողները 1 տարեկան ստացան, իրենք բայց առավոտյան շուտ իրենք համաձայնել էին 1 տարեկանով աշխատելու։ Երբ որ իրենց հերթը եկավ, նորից 1 տարեկան տվավ եւ սկսան դրդնչալու։ Ասեց քեզի ինչ ասեց, եթե ես բարերար եմ, ես ուզում եմ ողորմություն անել, դու աչքդ չար է, որ ես բարերար եմ եւ ողորմած եմ սիրելիներ։ Հետևաբար Աստված ողորմած է սիրելիներ, բայց երբեք ողորմությունը չի լինի անարդարության հաշվում սիրելիներ։ Աստված ինչպես որ մենք գիտենք, Եսավին չընտրեց, Հակոբին ընտրեց։ Եսավին չընտրելը չի նշանակում Աստված բարի չէր Եսավի հանդեպ։ Դա չի նշանակում, որ Եսավը հոգու փրկություն չի կարող ունենալ։ Եսավի հոգու փրկությունը իր ապրած կյանքից կախյալ է։ Իսկ Հակոբին ընտրեց։ Ինքը իրավունք ուներ Հակոբին ընտրելու, երկուսից մեկը պիտի ընտրեր։ Աստված իրավունք ունի, չէ՞։ Բայց չի նշանակում, որ զրկում է անոր որ ողորմություն չի անում։ Շատ կարևոր է սա հասկանանք։ Չի զրկում, երբեք չի զրկում անոր որ ողորմություն չի անում, բայց եթե ուզում է ողորմություն անում է, որովհետև դա իր բնույթն է սիրելիներ։ Հետևաբար եւ տեսնում ենք, որ Աստված ուզում է մենք ողորմած լինենք։ Արագացի մեջ սիրելիներ համար կա, որ ցեզի ծանոթ է 24-րդ գլուխ 17-րդ համարը։ 24-ի Եսե որ երբ քու թշնամիդ ինա չուրախանաս եւ ոտքը սահի քու սիրտը թող չի ծնծա չլա որ դերը դեսնե եւ իրեն հաջո չերևնա եւ փարգությունը անոր վրայեն դարձնե այսինքն Աստված եթե իր արդարադատությունը կատարում է մենք պետք է հիշենք, որ ինքը ողորմած է, նույնիսկ մեր թշնամու ինալուն վրա պետք չէ մենք ուրախանանք եւ ծնծանք սիրելիներ, որտեղ Աստծո աչքին դա հաճելի չի երևնա։ Ինչու համար, որովհետեւ մենք ինքս եւս ողորմության գարիք ունենք։ Եթե մենք ծնծում ենք մյուսին կամ թշնամու ինալու վրայով, որտեղ քո թշնամին է, նշանակում է, որ մենք մոռանում ենք, որ մենք եւս ողորմության
կարիք ունենք սիրելիներ։ Աստված դա է ասել գուզե այս արագացի համարով սիրելիներ, որ երբեք չմոռանաս, որ դու եւս ողորմության կարիք ունես սիրելիներ։ Եվ տեսնում ենք, որ Հիսուս շեշտը դրավ ողորմած լինելու վրայով։ Այդ շեշտը դրավ եւ ինքը կրկնեց այն խոսքերը, որ Օվսիայի բերնով ինքը խոսել էր։ Օվսիա 6-րդ գլուխ 6-րդ համարի մեջ տեսնում ենք, որ Հիսուս այն խոսքերը, որ իր խոսքերն էր Օվսիային էր տվել, սիրելիներ կրկնում է, երբ որ Մատթեոսը, որ ինքը մաքսավոր էր, երբ որ Մատթեոսին կանչեց, նույնպես գնաց իր տունը հաց ուտելու գնաց եւ այդտեղ մաքսավորներ, մեղավորներ հավաքվել էին, բայց Հիսուս ողորմած էր, ուզում էր բոլորին հոգիները փրկվեն սիրելիներ եւ եկան փարիսեցիները խստությամբ խոսեցան իրեն աշակերտներուն հետ, իրեն առաքյալներուն հետ սիրելիներ, ասեցին, որ ծեր վարդապետը ասեց, ո՞նց է մաքսավորներուն եւ մեղավորներուն հետ հաց է ուտում եւ Հիսուս իրենց սրտին այդ չար խորհուրդները իմանալով ինչ պատասխանեց, ասեց քացեք, գնացեք, սովորեցեք, թե ինչ է նշանակում ողորմություն կուզեմ եւ ոչ թե զոհ սիրելիներ։ Նույնպես դա կրկնում է Մատթեոսի 13-րդ գլուխ առաջին համարեն 8-րդ համարներու մեջ, երբ որ առաքյալները իր աշակերտները սիրելիներ սոված էին, անօթեցած էին եւ ծորենի արդի մեջ են անցնելով ծորեններ իրենք փրծուցին եւ սկսան ուտել, շաբաթօր էր բայց եւ նույնպես եկան փարիսեցիները տրդնչացին, նույնպես Հիսուս ասեց, քացեք, սովորեցեք, թե ինչ է նշանակում ողորմություն կուզեմ եւ ոչ թե զոհ։ Ինչ կային ադեններ մենք սիրելիներ դիմացինին զոհասեղան ենք անել։ Չեմ ասում թշնամուն, չեմ ասում թշնամուն սիրելիներ։ Ասում եմ մեր մոդիկներուն, մեր քրոջ, մեր եղբոր, մեր հարազատին, ինչքան ադեններ մենք զոհասեղան ենք հանել մեր խստությամբ։ Շատ կարևոր է, որ ասկենանք։ Նորից եմ հիշեցնում, որտեղ ողորմությունը ամենամեծ, ամենաբարձր առաքինությունն է Աստծո զավակներու սիրելիներ։ Եվ ողորմությունը սիրելիներ, ուզում եմ մի հատ ողորմություն ընդ շնորհք։ Ողորմություն ընդ շնորհք։ Շնորհք եւ ողորմություն շատ տարբեր բաներ չեն սիրելիներ, բայց տեսնենք տարբերությունը ինչու է։ Ողորմությունը չենք ստանում մեր արժանի պատիժը, ինչ որ մենք արժանի ենք, չենք չստանալ ինչ որ վաստակել ենք։ Դիմացինը քեզ վնասել է, քեզի չարություն է արել, բայց դու ողորմած ես լինում իրան։ Թեև ինքը արժանի է պատիժի, բայց դու ներում ես իրեն։ Հետևաբար միայն ողորմությունը կարեկցանքը չէ, որ երբեմն դենց ենք հասկանում։ Եվ կարեկցելն է նույնպես, մարդը որ կարող է ինքը կարողություն չունի, ծույլ է կամար, նստում է մուրացկան է, բայց դու ողորմում ես իրեն։ Չես ասում, որ ես շատ եմ լսել դա, ես չեմ կարող այդպես լինել սիրելիներ, դա նանով ես չեմ բարձենում, բայց անգերձ եմ խոսում։ Եղել եմ նույնպես մարդկանց հետ կամ գնոջս հետ նույնպես լինելով անցել եմ եւ մարդը գալիս է մուրացկանություն է անում ասում է որ թող երթա աշխատի ասում եմ որ հեշտ է կարծում ես քեզի արևունդակ կամ ձմերը -10-ին ամբողջ օրը ոտքի գայնած մուրացկանություն է անում իր կարողությունը այդպես է այդքան է իր կարողությունը Հետևաբար ողորմած ենք լինում։ Իսկ եթե մտածում ենք, որ թող երթա աշխ, միգուցե դա սխալ չէ, բայց ողորմած լինել չէ։ Դա արդարադատություն ես անում Աստծո փոխարեն։ Դու արդար ես խոսում, բայց դու ողորմած չես լինում, դու խիստ ես լինում։ Իսկ այդ դատաստանը Աստծո է, մերը չէ սիրելիներ։ Հետևաբար ողորմությունը չստանալ մեր վաստակածը, մեր արժանի, ինչ որ արժանի ենք, պատիժ Իսկ շնորհքը ստանալ է հագարակը, ստանալ այն ինչը որ մենք արժանի չենք, մենք չենք վաստակած, մենք դրա համար չենք գործած, բայց ստանում ենք այդ բարգևը, այդ նվերը ստանում ենք սիրելիներ։ Եվ ուզում եմ որ մենք հասկանանք, որ ողորմությունը լոկ զգացում չէ։
Եվ ուզում եմ տեսնենք գործողության մեջ ինչպես կդրսևորվի ողորմությունը սիրելիներ, որտեղ ողորմությունը միայն կարեկցանք չէ ասեցի։ Ողորմությունը դրսևորվում է 3 ցևերով, սիրելիներ։ Հետևաբար 1 կարեկցանք, որ քիչ առաջ ես հիշեցի, կարեկցելով, երկրորդը ներողամտությամբ եւ երրորդը սիրո գործողություն է։ Եվ օրինակներ եմ ցույց տալու, երբ որ մերձավորին կամ թշնամուն ազատում ենք Թադաստանից, նշանակում է, որ մենք ներողամտություն ենք ցույց տալիս, ողորմած ենք լինում իրենց արժանի Թադաստանի հանդեպ, ազատում ենք մեր թշնամուն կամ մերձավորին իրեն արժանի Թադաստանից, ներողամտություն։ 2 կարեկցել, օգնել տարաբող մարդուն, միայն գումարով չէ, տարբեր ցևերով, սիրելիներ, կարեկցել տարաբող մարդուն։ Երրորդը ընտրել բարությունը պատիժի եւ վրեժի փոխարեն, դա սիրո արտահայտություն է։ Տեսնում եք, սիրելիներ։ Հետևաբար ողորմությունը տեսնում է դիմացինի թուլությունը եւ մեղքը գույր չէ, տեսնում է դիմացինի թուլությունը եւ մեղքը, բայց արձագանքում է սիրով։ Բայց ողորմությունը եւ արդարադատությունը սրանք հագաթիր չեն իրարու։ Շատ ուշադրիր լինենք, սիրելիներ, կարևոր է, որովհետեւ հաճախ մեզ թվում է, որ ողորմությունը հակասում է արդարադատության, որովհետեւ արժանի պատիժը պետք է ստանա, չէ՞։ Ինքը այդպես արեց, պետք է արժանի պատիժը ստանա, այդպես ենք մտածում, եւ ողորմություն ցույց տալը, ոնց որ դու արդարադատությունը թողում ես, բայց ոչ, տեսնում եք, որ Աստվածաշնչի մեջ ողորմությունը եւ արդարադատությունը ընդհանրապես համագործակցում են միասին։ Եվ տեսնենք ինչպես, որտեղ արդարադատություն ինչ է նշանակում, մարդուն տալ մարդկանց այն ինչ որ արժանի են։ Ճիշտ է, ինչ որ վաստակել են, ինչ որ արժանի են, դա իրեն տալը, դա արդարադատություն է, բայց ողորմությունը դալ մարդկանց ավելի լավը, քան իրենք արժանի են եւ վաստակել են։ Տեսնում եք։ Աստծո բնույթում արդարությունը եւ ողորմությունը կատարյալ ներդաշնակության մեջ են, ցեզի օրինակ տամ, լավագույն օրինակը։ Հիսուս խաչի վրա գրեց արդարադատությունը։ Մեր բոլորի մեղքերը, մենք բոլորս արժանի ենք խաչի մահվան, համաձայն ենք։ Մենք համաձայն ենք։ Այդ արդարադատությունը պետք է կատարվեր եւ առանց կատարվելու ողորմություն չէր լինելու։ Այդ արդարադատությունը կատարվեց Հիսուսի վրա, խաչին վրա, որբեսի մենք ստանանք Աստծո ողորմությունը։ Կարգանում եմ, Հիսուս խաչի վրա գրեց արդարադատությունը, որբեսի մենք ստանանք Աստծո ողորմությունը։ Եվ ողորմությունը, սիրելիներ, մարդու սրտում փոխում է ողորմած եղողին եւ դիմացինին։ Խոնարեցնում է ողորմած լինելը, խոնարեցնում է եւ մեզի հիշեցնում է, որ մենք եւս կարիք ունենք ողորմության։ Չի պիտի երկարեմ մնացյալը, պիտի ամփոփեմ վերջապես ամփոփումով ողորմությունը չվաստակած կարեկցանք է, որը փխում է սիրույց, արդարությամբ եւ խոնարհությամբ լցված սրտից։ Կրկնեմ, ողորմությունը չվաստակած կարեկցանք է, որը փխում է սիրույց, արդարությամբ եւ խոնարհությամբ լցված սրտից։